Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, առաջին ալիքի եթերում օրակարգն է։ Ֆրանսիական Լիոնի նորընտիր հայ քաղաքապետը արդեն աշխատանքի է անցել 67-ամյա Ժորժ Քեփենեկյանը այսօր հրապարակել է տեղակալների ցանկը։ Ֆրանսիական մամուլը հայազգի գործչի ընտրությունը անակնկալ չի համարում, իսկ ֆրանսիահայերի համար սա պատմական իրադարձություն է։ 72 ձայն 49 կողմ համայնքային խորհուրդն առաջին փուլում ընտրում է իր նոր քաղաքապետին Ժորժ Քեփենեկյանին։ Ֆրանսիական երրորդ մեծ քաղաքի հայ քաղաքապետը մամուլի գլխագրերում է։ Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբի առաջադրած թեկնածուն Լիոնի քաղաքագլուխ։ 4 թեկնածու, բայց միայն մեկն արժանացավ Կոլոմբի վստահությանը։ 67 տարեկան Ժորժ Քեփենեկյանի ընտրությունն անակնկալ չէր։ Շատ մեծ հուզմունքով եմ ձեզ զիջում այստեղը։ Ներքին գործերի նախարար նշանակվելուց հետո արդեն նախկին քաղաքապետն անմիջապես առաջարկել է Ժորժ Քեփենեկյանի թեկնածությունը։ Ընտրվելուց հետո Քեփենեկյանն հայտարարել է իր տեղակալների ցուցակը։ Առաջին տեղակալը հանրապետական Ռիչարդ Բրյումն է։ Ժորժ Քեփենեկյանը ցեղասպանությունից Ֆրանսիա գաղթած ընտանիքից է։ 1987-ից Ստրասբուրգի Եվրոպական խորհրդարանում Քեփենեկյանը պայքարել է հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ես կատվածահար էի լինում եւ ես հասկացա, թե ինչ է նշանակում դեմ գնալ անտարբերությանը։ Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ աշխատելու տարիներին Քեփենեկյանը նաև վիրաբույժ ուրոլոգ էր։ Ընկերները կատակում էին, նա առավոտյան վիրահատում է, կեսօրին գնում քաղաքապետարան։ Լիլիթ Հարությունյան, օրակարգի համար։ ՀՅԴ բյուրոյի լիագումար նիստից հետո հունիսի 17-ի երեկոյան բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստ է անցկացվել։ Դաշնակցության մասնակցությունը կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ, կոալիցիայի մաս կազմելու առաջարկը ընդունել ենք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը մասնակից դառնալու համար, ասել է ՀՅԴ-ի բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը։ Մարգարյանը ներողություն։ Նիստում նաև ընդունվել է ՀՅԴ բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարություն, որը կհրապարակվի քիչ ավելի ուշ։ Անցնենք տնտեսական օրակարգին։ Կաթնամթերք արտադրող Սոդիալ ֆրանսիական ընկերությունը մտադիր է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել, արտադրանքն էլ արտահանել։ Ներդրումային առաջարկը ընկերությունը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։ Ընկերությունը ցանկանում է զարգացնել Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը, նոր որակի բերել հայկական կաթնամթերքը։ Մենք ուզում ենք ոչ մեծ մի նախագիծ իրականացնել, արտադրել պանիր, կաթ, կարագ, որոնք կարտահանվեն, բարձրացնելով նաև Հայաստանի իմիջը և հայտնի դարձնելով, արտադրված է Հայաստանում պիտակը, ծրագիրը սկսելու շուրջ արդեն իսկ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Տավուշի վերին Կարմիրաղբյուր գյուղում հրաժեշտ են տալիս գերանդիին ու մանգաղին։ Ցորենի արտերը մշակները հնձում են գյուղ մտած նոր կոմբայնով։ Տավուշում հացի արտադրությամբ առաջինը լինելու հեռանկարով Ռոստովից արդեն պատվիրել են հասկը ցորենից առանձնացնող սարք, ալրաղացի հարցն էլ շուտով կլուծեն։ Կոմբայնը վերին Կարմիրում այլևս ճոխություն չէ, ցորենի հատիկ չեն կորցնի, իրենց գյուղի արտերը կհնձեն, կանչ լինի հարևան գյուղեր օգնության կհասնեն։ Մեր քաղաքը այդ խնդիր չունի, կոմբայնը նորա ոչ մի խնդիր չունի։ 15 միլիոն դրամ պետությունը տվեց, այդքան էլ գյուղը հացահատիկահավաք տեխնիկան գնելու համար։ Քանի դեռ չոր է եղանակը կշտապեն տուն տանել ցորենը, կոմբայնը արագացրել է գործը։ Ես տարի եղած լավն ասում փառք, կարկուտ բան չի եկավ։ Գյուղապետ Չոբանյանը հպարտանում է, ինչ տեխնիկան գյուղ է մտել, ավելացել են հերկվող դաշտերը, 30-ի փոխարեն հիմա ցանում են 300 հեկտար։ Միջին բերքը 30 ցենտներ եւ ավելին է, ինչ շատ գոհացնում է մեզ, անցած տարի հացահատիկի սերմացու են բերել Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքից 63 տոննա, ինչը իր արդյունքը այս տարի տվեց։ Գյուղացու գործի կեսը նոր զտման կայանն է անում, Ռոստովից նոր տեխնիկայի են սպասում, այն կմաքրի ցորենն ու կառանձնացնի սերմացուն։ Ես կուպեսպենա, ես տանն ես իմ քանի օր չարչարում եմ, ես 10 րոպեով մաքուր զտեմ, մաքուր ցորեն տանեմ տուն։ Մշակած եգիպտացորեն գարին էլ նոր աղացով կանցկացնեն, անասնակերի համար կտանեն, սահմանամերձ գյուղը եկող տարվանից ալրաղացել կունենա։ Վերին Կարմիրը նպատակ է դրել, հացի արտադրությամբ մարզում լինել առաջինը։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների որակը, արտադրողականությունը և արդյունավետությունը բարելավելու նպատակով մեկնարկել է եռամսյա ծրագիր։ Ուրբան հիմնադրամը 12 համայնքների հետ կփորձի լուծումներ գտնել վնասված հնամաշ խողովակների պատճառով ջրի հսկայական կորուստները կանխելու, ջրի անխնաօգտագործումը դադարեցնելու, ձկնաբուծարանների թվի ավելացման պատճառով առաջացող խնդիրները վերացնելու համար։ Քննարկում է ներկայումս այն, որ
ինչպես անել, որպեսզի ձկնարդյունաբերության համար օգտագործվող ջուրը մղվի նաև ոռոգման համակարգեր կամ օգտագործվի կենցաղային նպատակներով, անհրաժեշտ ջրի որակը պահպանելով հանդերձ։ Հայ-վրացական գործակցությունը նոր թափ է ստանում առնվազն բնածին և մարդածին աղետների ժամանակ արագ արձագանքելու ժամանակ։ Այսուհետ հարևաններն ավելի շուտ իրարօգնության կհասնեն։ Դա նոր պայմանավորվածություն է, որը Թբիլիսիում ձեռք են բերել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը։ Մոսկվան Միացյալ Նահանգներից պահանջում է վերադարձնել իր երկու դիվանագիտական առանձնատները։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին սեփականությունից օգտվել արգելել էր Օբաման։ Սերգեյ Լավրովը հույս ունի, որ ամերիկյան նոր վարչակազմը չի թեժացնի դիվանագիտական կրքերը։ Առանց այդ էլ Միացյալ Նահանգներում թեժ սեզոն է հրշեջների համար։ Կալիֆոռնիան հայտնվել է կրակի ճիրաններում։ Անտառային հրդեհները չեն մարում նաև հին աշխարհում։ Հուլիսի 18-ի միջազգային օրակարգին Մարիամ Մխիթարյանն է հետևում։ Գողություն օրը ցերեկով, այսպես է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անվանել ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական առանձնատների հետ կապված իրադրությունը։ Խոսքը Նյու Յորքում ու Մերիլանդում երկու առանձնատների մասին է, որոնք միջազգային օրենքով Ռուսաստանի սեփականությունն են։ Սակայն նախկին նախագահ Օբամայի հրամանով անձեռնմխելի են ռուս դիվանագետների համար։ Երկու երկրների փոխ արտգործնախարարները շարունակում են բանակցությունները։ Ռուսական կողմը հավատում է, որ ԱՄՆ նոր վարչակարգը առանձնատները հետ կվերադարձնի։ Միացյալ Նահանգները, Կանադան ու Եվրոպան կրակի ճիրաններում են։ Կալիֆոռնիայում անտառային հրդեհներն ավելացել են 4 անգամ, աղետն ընդգրկում է նոր տարածքներ։ Կանադայում թիրախ է դարձել բրիտանական Կոլումբիան, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները։ Եվրոպայում էլ անտառները այնքան արագ ու ուժեղ են բռնկվում, որ ավիացիան չի կարողանում օգնել։ Խորվաթիա, Չեռնոգորիա, Ֆրանսիա, Նորվեգիա ամենօրեկ նույն տեսարաններն են։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ օդերովտաբաններն առաջիկա օրերին հուսադրող կանխատեսումներ չեն անում։ Եվրոպային սպառնում են աֆրիկյան շոկերը։ Թուրքիան ևս 3 ամիս կմնա արտակարգ դրության մեջ։ Երկրի օրենսդիրները հավանության են արժանացրել նոր օրինագիծը, որը 4-րդ անգամ երկարաձգում է արտակարգ դրությունը այդ երկրում։ Այն սահմանվել էր 1 տարի առաջ ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Մարիամ Մխիթարյան, օրակարգ։ Իդեպ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ Թուրքիայի բանտերում փակված է մնում 100-ից ավելի լրագրող։ Տվյալը հրապարակել է Բիանետ լրատվական գործակալությունը։ Լրագրողներից շատերին տասնյակ տարիների ազատազրկում է սպառնում։ Թայիպ Էրդողանը իդեպ բրիտանական BBC-ի եթերում անցած շաբաթ հայտարարել էր, թե Թուրքիայում ոչ ոքի բերանը չի փակում ճշմարտությունը ասելու համար։ Թուրքական Բիանետ լրատվական գործակալությունը հրապարակել է վերջին 3 ամսում Թուրքիայում լրատվամիջոցների և լրագրողների դեմ ճնշումների մասին զեկույցը։ Հուլիսի տվյալներով 136 լրագրող բանտում է, իսկ 301 լրագրողի սպառնում է ընդհանուր թվով 4259 տարվա բանտարկություն։ Ըստ զեկույցի նրանցից 78-ը ազգային փոքրամասնություններին պատկանող լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։ Օրերս BBC-ին տված հարցազրույցում Էրդողանը պատասխանելով ազատ խոսքը ճնշելու մասին լրագրողի հարցին, ասել է, որ Թուրքիան օրենքի երկիր է և այնտեղ ոչ ոք լրագրությամբ զբաղվելու համար չի ձերբակալվել։ Տեսեք, այս պահին դուք ինձանից ավելի շատ եք խոսում։ Դուք խոսում եք ազատության մասին, բայց անտեսում եք իմ ազատությունը։ Մեզ մոտ ոչ ոք լրագրությամբ զբաղվելու համար բանտում չի հայտնվել։ Նրանք լրագրության անվան տակ իրականում եղել են տարբեր ահաբեկչական խմբերի մեջ, իսկ մենք նման բան թույլ չենք տալու։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո փակվել է 160 լրատվամիջոց և աշխատանքից ազատվել մոտ 2500 լրագրող։ Լիլիթ Մուրադյան, օրակարգի համար։ Վաշինգտոնում շարունակվում է ռոբոտների համաշխարհային առաջին օլիմպիադան։ Հայաստանի թիմը մրցումը սկսել է հաջող։ Օրակարգի թղթակիցը Վաշինգտոնից փոխանցում է, որ մերոնք միայն 3-րդ խաղում են մի փոքր թերացել, բայց դա չի խանգարում շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար։ Թումոյի սաները այս օլիմպիադայում իրենց մրցակից են համարում Միացյալ Նահանգների հավաքականին։ Իրանց թիմը արդեն մասնակցել է նախկինում շատ մրցույթների, նրանք շատ փորձ ունեն այս ոլորտում, բայց բարեբախտաբար մեր համար նրանց խաղի ընթացքում ռոբոտը կանգնեց, չկարողացավ միավոր բերել իրանց թիմին։ Տոլմայի 50 տեսակ սեղանին, 40-ն էլ կաթսակրակին Թբիլիսին նշել է հայկական Տոլմայի փառատոնը։ Մայդանի հենց կենտրոնում Սուրբ Գևորգ եկեղեցու բակում ներկայացվել են Տոլմայի տեսակները։ Համտեսողները եղել են վրացիներ, հայեր և քաղաքի արտասահմանցի հյուրերը։ Հայկական տոլմա փորձել են նաև Վրաստանի խորհրդարանի անդամները։
Սահմանային Լարսի ճանապարհը մինչև հուլիսի 20-ը օրը մի քանի անգամ կփակվի 2 ժամով տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ճանապարհի անվտանգության համար մաքրում են հարակից ժայռոտ լանջերը։ Երկկողմանի երթևեկությունը կկարգավորեն ճանապարհային ոստիկանները։ Եղանակի մասին չնայած Երևանի երկինքն առավոտյան անպամած էր, օդերևութաբանները այսօր Երևանում եւ ամբողջ հանրապետությունում կանխատեսել են առանց ստեղումների եղանակ։ Անձրևներ ամպրոպ չի սպասվում մինչև հուլիսի 22-ը։ Այսօր ու վաղը ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Օրակարգի հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք այդ ժամին։